Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Փաշինյանն արել է այն ինչ 4 ղեկավարներն ու հիմիկվա այդ Սամվել Պետրոսյանը այդ գետինը մտնին լավ է քաստեջեն նորից կուզեն կառավարությունը թալ էներգիա։ Ընդդիմությունն ասում Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Կներեք, ոնց ասեմ քեզի մենք այն երկուսից այնքան վատ բան ենք տեսել, որ էսի ինչ էլ որ անում է մեզ համար լավ է։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում ապրածը կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավար դառնալ, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Ոչ տիկին, օրիորդ, ոչ կներեք, ոչ։ Ոչ մի դրսի օլիգարխ չի կարա Հայաստանի համար լավ բան արած եղնի, քանի որ մենք 44 օրյա պատերազմ տեսանք, մեր օլիգարխները պահկված էին Պուտինի ոտերի տակը։ Պուտինը ասում էր ձեն չհանեք, հիմա որ Հայաստանը մի քիչ լավացավ, տեսա որ իր ձեռից թռնում է, տեսա որ ազգը, ոչ թե Փաշինյանը թքել է Պուտինի վրա, հանձինս Կարապետյանի վրա, կներեք չեմ ուզում անգամ, ասենք ռուս անունը տամ, հոտ է գալիս բերանիցս, մինչև 20 թիվը նստում էի Ռուսաստան էր, հելնում էի Ռուսաստան էր, հապ կսեր, 20 թվականից հետո աղջիկ ջան, աշխատի ռուսի անունը չտաս, հանձինս մեր Պակալենյային, ձեր Պակալենյան կարող է շատ բան չտեսավ, բայց մենք Սերժիկից և Քոչարյանից լավ բան չտեսանք, հանձինս որպես Ղարաբաղցի, որ այսօր մեզի մեծ նվեր տվեց, եռաբլուր, նվեր տվեցին ու եկան Հայաստան, մեծ նվեր տվեցին մեզի, որ ոչ մեկը տենց նվեր չեր տա մեզի, որ մեզ կդավաճաներ այս աստիճան ռուսը, ես չէի սպասում, կոնկրետ ես, ուրիշի մասին չի, բայց Ռուսաստանի հայերից լավ բան չսպասես ազից բանը։ Իսկ որ ղեկավարից է գոհ Սերժ Սարգսյան, Փաշինյան, Քոչարյան, թե Տեր-Պետրոսյան։ Դե ես ձեզ էլի եմ ասում, այսօր ամենամեծ մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ լսեց սրիկա դաշնակներին հրաժարական տվեց, որովհետև ինքը ասում էր ժողովուրդ, 5 գրավյալ տարածքները աշխարհը մեզանից պահանջում է, դաշնակը սուրը ֆռռցրեց, չէ, ոնց հազիվ գրավել ենք ուր տանք, ու ժողովուրդը լսեց այդ անասուններին, ինքը հետ տվեց, հրաժարական տվեց, եթե ինքը հրաժարական չտար, այդ 5 հողերը հետ տայինք, գրավյալները այսօր կունենայինք Արցախ, ազատ անկախ Հայաստան։ Էլի եմ ազատ անկախ Հայաստան, որովհետև ռուսը ստեղ չի։ Մի հատ հետ գնա պատմությունը թերթի, 15 հանրապետություններից որ հանրապետությունն է այսօր զարգացած, որ հանրապետությունը առաջ դիմաց։ Մենք ունեցել ենք լայզեր, որ այսօր Ռուսաստանի մոտ է, որ վառեց չինացիներին, Ալիխանյանների ստեղծած հասկանում ես, մենք չենք ունեցել, հա, մի քիչ 15 կվարտալ սարքեց ռուսը, մի քիչ ավան մասիվ, բայց չթողեց ժողովուրդը զարգանար, զարգացածներին տարավ ու այսօր նորից տանում է, այսօր նորից ուզում է իր վասալը սարքի, ինձ կներես։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ամեն դեպքում աղջիկ ջան, ռուսը այսօր համար մեկ թշնամիս է, այսօր ես գիտեմ Ադրբեջանցին, թուրքը թշնամիա պաշտպանվում եմ, բայց ռուսից ես չգիտեի, որ այս աստիճանի ինձ կդավաճանի։ Ինձ հասկանում ես ազգիս հայ ազգին, որ դարերով իրար հետ աղբորպես ապրել ենք, իմ ու քուչի եղել։ Մալականը 150 տարի աստեղ ապրում է, աղջիկ չտվեց չառա, բայց մենք իրար աղջիկ տվել առել ենք, հարազատի պես։ Կներեք շնորհակալություն։ Մի քիչ ավել պակաս շատ ասեցի, բայց չասեի կմեռնեի։ Մեր Ռուսաստանի Դաշնությունում ապրածը կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավար դառնալ, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Չէ, չի կարող դառնալ։ Չէ, չի կարող։ Ինչու՞։ Նշանակ չի կարող, դե որ ինքը իսկական հայերի մասին մտածեր, այդքան գումարներ ուներ, կգար Հայաստանում ինչ-որ մի բան կաներ։ Հիմա է խոստալի, որ ես կանեմ, մենք կանեմ, բա ով էր խանգարում իրան։ Ով էր խանգարում, որ ինքը մինչև հիմա չի արել։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ հիմա է ուզում։ Իսկ Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Վայ, այդ ասելու բան, հա։ Մարդ պիտի կույր լինի, որ չտենա այս մարդը ինչեր է անում։ Ընդդիմությունն ասում է, որ կործանել է այս երկիրը։
անդիմությունը իրանք են կործանված ու մեզ էլ հետն էին ուզում կործանեն, բայց փառք Աստծո, Աստված խղճած երևի մեզ, որ Նիկոլ եղավ մեզ ղեկավար, թե չէ հիմա երևի Հայաստանը չէր լինի, ոնց որ Ղարաբաղը չկա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ առողջություն։ Մերսի շատ։ Ռուսաստանի Դաշնությունում ապրածը կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավար դառնալ։ Ոչ։ Խոսք Սամվել Կարապետյանի։ Ոչ, Սամվել Կարապետյանը մահացեք Հերիքա ընդհանրապես Ռուսաստանից այսպես կուշտենք։ Հերիքա։ Երկրորդ Իսկ Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Խաղաղություն առաջի հերթին, Նազի ջան։ Էդի մարդը ամենը։ պետք է կույր լինի, որ չտենա Փաշինյանի արած բաները։ Այսքան բան։ Ջիզարման որ դուք տենց հարց եք տալիս։ Չեք տեսնում ինչ էր։ Ինչ Այ օրինակ փոփոխություններ, ինչ լավ բաներ կան աշխարհում։ Դուք պետք է հակադարձեիք, բայց տեսնում եմ չէ, դուք եք ուզում անպայման Փաշինյանին գցեք, հա։ Այդտենց բան չի լինի։ Փաշինյանը կա ու միշտ էլ կլինի։ Փաշինյանից լավ ղեկավար դեռ չի եղել ու չի լինի։ Ազիզ ջան, եթե մոնտաժ չեք անի, խնդրում եմ։ Ուրիշ երրորդ հարց կարելի է թե չէ։ Շնորհակալ եմ Խնդրեմ։ շատ։ Ապրեք շատ։ Ձեզ առողջություն։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն գա Հայաստանը ղեկավարի։ Նշանակ ոչ։ Ինչու՞։ Օլիգարխները իրանք չունեն Հայաստանը ղեկավար։ Բայց Քոչարյանը միացել է Տաշիր Սամոյին, իրանք Ավելի վատ իրանց համար։ չէ, ռուսի հետ կփրկեն Հայաստանը։ Ռուսը սա Հայաստանին ոչնչացրել է, ոչ թե փրկել է։ Փրկությունը դրանց կողմից չի սպասում։ Սելվա դեսպասը ուրիշ արդյունք է աղջիկներ։ Այսինքն 2026-ին ում եք տեսնում Հայաստանի ղեկավար։ Նշանակ Նիկոլ Փաշինյանն։ Բայց Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել, Արցախը հանձնել է Քոչարյանը իր բանդայով։ Ռուսի հետ հանձնել է Նիկոլ Ռուսի հետ հանձնել է Արցախը։ Ռուսի հետ հանձնել Արցախը Ռոբերտ Քոչարյանը իր բանդայով։ Շատ լավ։ Տաշիր Սամոյին չեք տեսնում որպես Սամոն առաջի հերթին իրավունք չունի, երկրորդ հերթին եթե Տաշիր Սամոն ինչ որ Հայաստանի համար լավ բան աներ, այս 30 տարվա մեջ կարող էր անել։ Նա այսօրվա դրությամբ ոչինչ չի արել, իսկ հիմա ուզում է վարչապետ դառնա, որ նոր ինչ որ փոփոխություն կատարի, որը չեմ հավատում ես։ Բայց որոշ չափով բարեգործություններ է, չէ՞ արել, չեք ուզենա ինքը գա Քոչարյանի հետ, Վլադիմիր Պուտինի հետ էլ սերտ կապերի մեջ են։ Այդ բարեգործությունները մեր փողերով արելա, դրա տասնապատիկը ստացել է մեզանից։ Ես որպես բարեգործ չեմ ընդունում Սամվել Կարապետյանը։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն գա կառավարի Հայաստանը։ Ինչ անի։ Գա Հայաստանը Ով է Սամվելը։ Սամվել Կարապետյանը։ Ով։ Չգիտեք ով է։ Չէ։ Ինքը ճանաչում է։ Լավ, կուզենաք Ռոբերտ Քոչարյանը ղեկավարի Հայաստանը։ Ով են։ Չէ։ Հա, ում կուզենաք։ Ոչ մեկին։ Ոչ մեկ չգա, չղեկավարի, բա ով լինի։ Հարմար մարդ չեմ տեսնում հələ որ։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն գա կառավարի Հայաստանը։ Պոլիտիկայից հեռու։ Չէ, ցանկանա։ Ինչու՞։ Բա ում կցանկանեք։ Ովքեր քաղաքականությունից ավելի լավ են հասկանում, բիզնեսի հետ կապ չունեն։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն գա Հայաստանը կառավարի։ Ոչ։ Ինչու՞։ Ես այդպես եմ ցանկանում։ Խնդրեմ։ Կուզենաք, որ Տաշիր Սամոն գա ղեկավարի Հայաստանը։ Չէ, ինչի համար։ Հայաստանում Տաշիր Սամոներ չկան։ Կան, չէ։ Ով է։ Դե հիմա ոնց թվեմ։ 2026-ին ում եք տեսնում որպես Հայաստանի ղեկավար։ Գուրգեն Սիմոնյան։ Ինքը շատ լավ մարդ է, շատ լավ ղեկավար, տնտեսագետ, իրավաբան, այնպես որ ես իմ ձայնը սիրով կտամ նրան։ Քանի հարց ուղղել։ Ինչ հարցով։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն կառավարի Հայաստանը։ Ոչ։
Ինչու։ Որովհետև եկ տեսել ենք, թե նա ինչպեսի հովանավոր է։ Ինձանից մեկից մյուսից խլում է ամեն ինչ, տալիս է մյուսին։ Դա հովանավորչություն չի։ Ասում են Քոչարյանն էլ է միացել իրեն, միասին կփրկեն Հայաստանը։ Որ Հայաստան, այն որ սկացրել են, այն որ կերել են, կեղեքել են այդ Հայաստանն են, թող փրկեին, ժամանակ ունեին։ Այդպես չի, կներեք։ Լավ, ենք մի քանի հարց ուղղել։ Կցանկանաք, որ Տաշիր Սամոն կա կառավարի Հայաստանը։ Չէ։ Ինչու։ Որտեղ օլիգարխա։ Միացել են Քոչարյանն էլ է միացել Տաշիր Սամոին։ Ավելի վատ իր համար։ Ինչու։ Որտեղ երկուսն էլ ախմախ մարդիկ են։ Բա ում եք տեսնում 2026-ին Հայաստանի կառավարիչ։ 26-ին էլի պիտի նույնը մնա։ Ինչպես։ Նույնը պիտի մնա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է մնալու։ Դուք իրեն եք ընտրելու։ Հա։ Ինչ է արել, որ Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ արել է։ Եկան որ ժողովուրդը չեն հասկանում ինչ արել, ինչ չարել։ Օրինակ ինչ կթվարկեք լավ գործերից, եթե արել է։ Ճանապարհներն էլ որն ասենք այդքան բաներ ղեկավար մարդկանց հետ բանակցություններ հանդիպում անենում քիչ բան է դա։ Իսկ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանը գնաց մրցանակ ստացավ։ Դրա մասին ինչ կարծիք ունեք։ Ինչ է մրցանակը թոստանան ինչ է։ Լավ եք նայում դրան։ Հա։ Իսկ լավ եք նայում, որ Ադրբեջանի հետ եղբայրական կապերի մեջ լինենք։ Շատ լավ, ինչ այլ է որ։ Պետք է տենց էլ լինի։ Ճիշտ է դա։ Շուտ, այո, շուտ թե ուշ պետք է եղբայրանան մեկը։ Այսօր չլի վաղը լնելու է։ Մի խոսքով կառավարությունից գոհ եք։ Հա։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Կցանկանաք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը գործեր շատ ունի։ Նիկոլ Փաշինյանին մենք պետք է պաշտենք, կգա ժամանակ։ Նիկոլ Փաշինյանին իմ ասածները լրիվ հիշի, որ ես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, որովհետև նա արել է այն ինչ որ չեն արել այ հիմիկվա այդ գողացողները։ Այ այդ գողացողները, որ իրանց ապրանքը պահում են ժողովրդից, չեն տալի ժողովրդին ու հետագայում իրանք հանեն, կտան իրանք թորներին, երեխեքին, մենք էլի կմնանք նույն մարդիկը։ Իսկ Փաշինյանը անում է այն, ինչը անհնարին է։ Ինչը անհնարին է։ Նա Արևմտյան Հայաստանն էլ կբերի։ Հասկացա՞ր Արևմտյան Հայաստանը անպայման կբերի։ Նա խոսքա տվի։ Իսկ որ Ալիևի հետ ախպերություն անում եք նորմալ է։ Կապ չունի, նորմալ երևույթ է։ Նա էլ է նախագահ, կապ չունի ծող հանգամանք է։ Իմացար, դրա համար էլ ես անձամբ ես ընտրելու եմ Փաշինյանին, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Կողմ եք, որ Փաշինյանը հեռանա։ Չէ, Իսկ որ Ալիևի հետ ախպերություն անում ես մասով ինչ կասեք։ չգիտեմ ախպերություն անում, ինչ անում, բայց քաղաքականությունա չենք կարող ասենք ով ինչ անում։ Իսկ տեղյակ եք, որ Տաշիր Սամոյի որդին ասելա, որ հայկանայք անբավարարված են ու այս մասով առաջարկում է սեքսի նախարարություն բացել։ Ինչ կասեք այս ամենի մասով։ Ասեի, որ անդաստիրակ է, ուրիշ ոչ մի բան։ Դե հայկանանց մասին չի կարելի նման բան ասել։ Իսկ ինչ եք կարծում, ում թիմը կանցնի, Փաշինյանի թե Տաշիր Սամոյի։ Ոչ մի բան չեմ կարծում։ Ինձ թվում է Փաշինյանի։ Եվ համակիրները շատ են Փաշինյանի։ Դրա համար հետո քիչ գործ չի անում։ Միայն տեսնել է պետք, ուրիշ ոչ մի բան։ Ահա։ Շնորհակալ եմ։ Արցանց։ Կցանկանաք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Բայց ով գա։ Տաշիր Սամոն, Քոչարյանը։ Դե թող ժողովուրդն ընտրի։
Իսկ տեղյակ եք, որ Տաշիր Սամոյի որդին ասել է, որ հայկանայք բավարարված չեն ու առաջարկել է այս մասով սեքսի նախարարություն բացել։ Ինչ կասեք այս հարցի մասով։ Դուրս ացավ էլի։ Հավայ խոսացել է։ Նա ամեն ասած ինչ ջայել է խոսում է էլի։ Իսկ կցանկանաք, որ Քոչարյանը հետ գա։ Չէ։ Ինչի։ Թող Հայաստանից հայ կարգին հայ մարզանն ազգ սիրող, ժողովրդին սիրող։ Էնի հայ չի, էնի կիսա հայ է, կեսը հայ է, կեսը թուրք։ Շնորհակալ եմ շատ։ Ասեք։ Կցանկանաք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այո, Իսկ ինչու։ թույլ է։ Նախկին իշխանությունները ավելի լավն է։ Ոչ, ուրիշ։ Տեղյակ եք, որ Տաշիր Սամոյի որդին ասել է, որ հայ կանայք անբավարարված են ու այս մասով Բայց աննորմալություն է ասել։ Լավ չի արդ այդ աղջիկ ջան։ ինչ է կարծում Փաշինյանի թիմը կանցնի, թե Տաշիր Սամոյի։ Ժամանակը ցույց կտա, չեմ կարող ասել։ Կցանկանաք, որ Քոչարյանը վերադառնա։ Իհարկե չենք ցանկանա, այդ ինչ հարցնելու բան է։ Չէ, չենք ցանկանում։ Տեղյակ եք, որ Տաշիր Սամոյի որդին ասել է, որ հայ կանայք անբավարարված են։ Մենք բսել ենք մեր ինչ որ պետքա, մենք էլ մտածում ենք այդ խմբակցության մասին։ Ինչ է։ Կցանկանաք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանից լավ ղեկավար չկա։ Կցանկանաք, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնա։ Այո։ Այո, ցանկանում ենք վերադառնա, ինչի։ Իսկ լսել եք, որ Տաշիր Սամոյի որդին անպատվել է հայ կանանց ու նրանց ասել անբավարարված ու առաջարկել է Ճիճար համարենք թող գնա, ջայել երեխա է։ Ինչ պետք է անենք մեր երկրի քաղաքացի։ Չեք ցանկանա, որ Քոչարյանը վերադառնա։ Ոչ, Ինչու։ որովհետև ապրել ենք իր տարիները տեսել ենք։ Այսինքն գոհ չեք իր կառավարությունից։ Ոչ, թող հայը կառավարի, ոչ թե թուրքը։ Նախկին իշխանություններից գոհ չեք։ Սերժից ոչինչ, բայց Քոչարյանից չէ։ Մերսի շատ։ Կցանկանաք, որ Քոչարյանը վերադառնա։ Ոչ, Ինչու։ որովհետև իր ժամանակաշրջանում լավ չենք ապրել։ Իսկ գոհ եք Փաշինյանի կառավարությունից։ Այո, Բայց Ալևի հետ ախպերություն անում, այդ նորմալ է։ դե կապ չունի։ Ասում է շանը ինչքան բան ես անում, փեդը պահի ձերքում այդ փայտը։ Դե հիմին այլ երևի այդ էլ անում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Գոհ եք Նիկոլ Փաշինյանի Շատ, կառավարությունից։ շատ։ Ինչ է արել, որ գոհ եք։ Ինչ աղջիկ ջան։ Հիմա որ նայում ես փողոցները, բան չի, նորմալ վիճակ չի։ Դպրոցները, մանկապարտեզները, ամեն ինչ։ Որ մանկապարտեզ դպրոց ու Իր ժամանակ որ չկար լավ էր, Որ վաճառում էին։ այն ժամանակ Արցախը կար։ Արցախը կար, Արցախը գնացեք Ռոբերտ Քոչարյանին հարցրեք, կար թե չկար։ Այո, այո, Փաշինյանն էր փաստացի։ դա ինչ կապ ունի։ Ինքը ստորագրեց, չէ։ Ինքը չստորագրեց, իրանց առաջ ստորագրել էին։ Մերեմ ջանիդ, մինչև հարցնել մի քիչ ուսումնասիրի, կարող է ինձ նման մեկին հարցած ճիշտ պատասխանի, կարող է մի քիչ ուրիշ տեսակ պատասխան է, դուրերը չգա, բայց համենայն դեպս ապրի մեր կառավարությունը, պետք է գոհ լինենք, շնորհակալ լինենք։ Ում եք ընտրելու հաջորդ ընտրությունները։ Փաշինյանին իհարկե։ Իրան, Անպայման։ Տեսա են երկիք բանը, Անդրեն։ Տեսա ոնց փոխվեց։ Անդրեն չէ, լավ նազար։ Բանը մգերը։ Մենք իր կարծիքի հետ բան չէ։ Այսինքն ճիշտ ուղու վրա է գնացել մգերը։ Շատ։ Տեսա որ դրանք այսինքն բանից հետ դարձի ճանապարհը լավ է, եթե ինքը մտածեց, որ կարող ինքը սխալ արի, դեն ժամանակ հացադուր արեց, շուրլղից քայլելով եկավ, ասեց Փաշինյան դուրս արի, եկա տեղ հասա, բայց դա ճիշտ չէր։ Ինքը իրա սխալ ուղեց, բայց ամենայն դեպս դա իմ կարծիքի համար այդքան էական նշանակություն չունի։ Ես կառավարությունից գոհ եմ, հաջորդ ընտրություններից իրան եմ ընտրելու, դուք էլ եթե Ես գիտեմ, լավ աղջիկս։
Բարև ձեզ։ Մի րոպե։ Բարև ձեզ։ Գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։ Առած մի խոսքի։ Առած մի բան։ Մարդը ճիշտ բաներ անում։ Եվ հայացքը հետ է անում։ Թող պաշտպանեցեք այդ մի Նիկոլա մնացալ էտա։ Դեմիրճյանը գլուխը կերան, են հիմար հայերը։ Մեգե թող կոնես, ես մարդցենը լավ ղեկավարը շնորհակալություն այդ մարդից։ Հերեր շվեն իշխպտի ես։ Ամեն ինչն եմ հայա։ Այսինքն դեմ եք, որ Քոչարյանը հետ գա։ Ոյ, թորք հայենա թորք։ Ես նրա հորը հետ է աղշատալում, ես ինքս բակվցեյում։ Հարաբաղան 14 տարեկան մրան, դուշիվեգա թայմպեն, մեր զղարգա թայմիպյան սովորեմ, ընդեղ պեշակ սովորեմ։ Մենք Քոչարյանը վապշան մտամիք, թորկա տոքյա, մենք գյումս մի քիչ կացածինի Հայաստան Ադրբեջանին, ազդմար։ Ես մինչև չում ես հայեր խճն զգոշ բնում վարը, Էսենց մարդիկ պիտի Հայաստանը մանմանա ոչ, խճն պորում։ Ամեն 10 մարդ է սպանալ, Քոչարյան ինքը սպանալ է սպանել ատուա։ Մենք նրա մարդիկ կարմ չի, Նիկոլովա խոմա ինչա։ Չեմ հասկանում այդ, խճն նստած լա, խհեմիկ նստած շնա։ Հայերը մսը կերալա։ Շնորհակալություն։ Պուտիններ, բաններ, Գորբաչովներ, բոլորի հետ, ես կոմարի, բոլորի հետ գնաց կապնվեց, որ մեր են մաքուր Երևանը դարավ չգիտեմ ինչ, ու հերիքչի էտ արեցին, Վազգեն ու Դեմիրճյանը գլու, ով գնաց հիմնարկում սպանեց նրանց, ով։ Կարծում եք Քոչարյանն է սպանել։ Քոչարյանը չէ, Քոչարյանի մարդիկ, որը ինքը ուներ, երբ որ Քոչարյանը դարավ Քոչարյան, յատղեն գնաց Ամերիկա, լոպազանում էր $1000 տվել էր, մի հատ շամպանսկի էր արել, որտեղից։ Իսկ առաջ ամեն ինչը, ամեն օր ու որ բաները, մեքենաները ջրում էին փողոցները, ավլում էին, մաքրում էին, զիբել չկար, որ ես ինչա, հիմի իանք ստից են այսպես անում, որ Փաշինյանի բանան են, հասկանում ես, ժողորդին բան են անում, որ Փաշինյանի դեմ դուզ կան, որ Փաշինյանին որ դուզ գա, ով այղնելու յատեղա, էլի նրանց միջից մարդ, Դուք ում եք ընտրելու։ ես նայացում են դնում, բացի Փաշինյանից ես հլա մարդ չեմ տեսել ընդեղ, նորմալ խոսա, ինք դաժ ուզում է Ալիևի հետ էլ, բանի հետ էլ, Տուրքիայի հետ էլ մի քիչ կապը դզի, որ մեր կյանքը մի քիչ լավանա, ես ինչա։ Լավա ձեր կյանքը Փաշինյանի օրոք։ Հիմի թողնում են, որ լավ այղնի, խանգարում են Փաշինյանին, բոլորը խանգարում են յան, ու խանգարում են նրանք, որ քովերկյա առաջերտին քեզա տանելու։ Այդ կարծիքի եք եղեք, չգիտեմ։ Գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարումից։ Իհարկե, Արամը տես գոհ։ Ասում եմ ոչ։ Հայաստանի տանմակորտամա։ Ինչ է արել, որ դուք գոհ եք։ Ամեն ինչ։ Ինչ կնշեք։ Մեր գյուղում ճանապարհ չկար 70-80 տարի։ Ճանապարհները կառուցեց, գազ չկար, գազը քաշին, մանկապարտեզ չունեինք, էդ էլ եղավ։ Բայց ինչ պետք է անի որ։
Հերիկա դե կնա։ Հերիքա այդքանը որ գոհ լինեք։ Շատ բաներ կա, ես իմ տեսածն եմ ասում։ Եթե ուրիշների մասին խոսամ, կասեն ագիտացիա է անում, անում են անում, չեմ ուզում։ Ինչ տեսել եմ, այդ եմ ասում։ Իմ մեքենան այդ ճամպեքի վրա փչանում էր։ Հիմա 120-ի եմ գնում, ջղայնացած, լավ է, տեղն անում եմ։ Իսկ եկող ընտրություններին ում եք ընտրել։ Դանդիպեմ, Քոչարյանի հետ համեմատեմ, ում հետ, դուք ասեք։ Թալանել են, միլիարդատեր են թարել, հիմա էլ դրանից հետո կարող է մի ուրիշը կա թաքնված, որ չենք ճանաչում, թող կա տեսնենք ով է, եթե ավելի լավն է, խնդրեմ։ Ում եք ընտրելու ընտրություններին եկող։ Բայց ասեցի, չէ։ Նիկոլ Փաշինյանին եք ընտրել։ Հա։ Ես ոչ։ Եթե ինքը մնաց, Հայաստանը տանում է կործանման, հանձնում է։ Անուջա, լևորներ տնեն ֆայտոն չեն, Արաբաչի դնեն ու քշեն, որ այդքան զոհերը դրանց երեսից տվեցինք։ Կոնկրետ կնշեք ում երեսից։ Քոչարյանի ու Սերժի, դրանց է պտի հրապարակում գնդակահարեն, ոչ է թողես շնչի։ Իմացար, այդ զաբուդները բոլորը կայնացրին, նայրիտը 3000 հոգի աշխատող ուներ, բոլորը կայնցրեցին, 10 ամիս է ցույց էին կանում, որ բան անայինք, մեր փողերը ստանայինք, այդ դրանց երեսից, էշերի, որ այն միլիարդեր դզեր են, ծորի ծորը որ ուտի, հելը չի պրծանի, այդ դրանց պտի հականերից Olores փողերը բերեն, Olores փողերը բերեն։ Իսկ Փաշինյանը չի ուտում։ Ուտում է, խի չի ուտում, բայնի խորված չուտի ես ուտեմ, հա։ Հենի ինչ ասես կուտի, բա իր աշխատավարձը 2 միլիոն 3 միլիոն է, խի չպուտի ուտի։ Իմ նման գալիս է 1000 դրամ աշխատի, որ տանի բանը, պանիր հաց չկարնա ուտի, ուտում է, դու էլ ես ուտում։ Դու ինձ այս լավ ես հագտվել։ Դու խես ես պտտը բա։ Մեզ փող ես աշխատել։ Ապրանքն էի նկարում, հայրիկ ջան, օրորական։ Երևանում տրամվայ է եղել, որը կոչվել է կոնկա։ Զին վագոնները քաշել է, երբ։ Այդ ինչ եղավ, տրամվայը խանգարում էր, Քոչարյանը սարքում էր իր Ստեփանակերտի նման, հա, մայրաքաղաքը ամենայն հայոց։ Ոչ, գյուղաքաղաք էր սարքել։ Թող գնա տրամվայը բերի քաշի, 6 միլիարդ է պետք, որ մենք կարողանանք քաշենք, տրամվայ գցենք մեր քաղաքում։ Նստում էին մի կտոր, ասում էին Երևան քաղաքի մյուս ծայրամասը տրամվայով։ Ուսանողները եւ այլն, բանվորները եւ այլն։ Ուր է այդ տրամվայը։ Սև մետաղ էր պետք։ Մենակ սև մետաղը չի, բայց մոլիբդենի հանքերը միջևի մի ուտում են։ Այ դրա մասին թող մեր Նիկոլը մտածի եւ մեր կառավարությունը։ Որտեղ է այդ խոսնակի դիտորդներին կասեք, այս տղեն ասեց անունս Վրեժա։ Նիկոլ Փաշինյանից։ Այո։ Այո։ Ես իմ հայրենիքից գոհ եմ։ Ինչ արե որ գոհ եք։ Հələ նայեք այս ճանապարհները։ Ես ոչ մեկական չեմ, չմտածեք։ Բայց ես իմ ժողովրդի, իմ երկրի, իմ հայրենիքի ջատագովն եմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանից գոհ եք։ Դե խոսքը Նիկոլի մասին չի, իմ երկրի մասին, հա։ Ձեր երկրի վիճակից գոհ եք։ Բայց դուք ինչ եք ուզում 30 տարվա պատերազմից հետո այս երկիրը ինչ վիճակում պետք է լիներ։ Դե 7 տարի է։ 7 տարվա ընթացքում ամեն ինչ պետք է աներ, հա։ Այն որ արել են, քանդակել են այս երկիրը։ Այ գող չեմ, որ դրանք ազատության մեջ ման են գալի։ Հենց ստեղ արձան կար են այդ դրած։ Այս հլմատ պահեք են, Սուրեն Սպանդարյանի արձանը, հետով այդ բոլշևիկը, որ դրա արձանը ստեղ կանգնացա։ Այս հրապարակում, նժդեի հրապարակում բոլշևիկ Սուրեն Սպանդարյանն է կանգնած։ Ճիշտ է, այն Նիկոլը դա պետք է անի։ Եվ դրանց բոլորին ոչնչացնի ձեր։ Ոյ։ Մերսի։ Խնդրեմ։ Իսկ ում եք ընտրելու ընտրություններին։
Օրը կգա ես կասեմ։ Բայց ոչ որևէ դրսից եկած որևէ մեկին եւ ընդհանրապես ինչ այն ընդհանրենք մեկը փող ունի շատ Ռուսաստանում, ուրեմն ինքը պետք է ընտրվի, ոչ։ Չկա տենց բան։ Եվ պետք է չլինի։ Եվ այդ մնացած բոլորը ովքեր որ դրսում են, թող չնստեն այնտեղ քննադատեն, թող գան կանգնեն մեր կողքը։ 5 հոգով 50,000-ի դեմ կռիվ են կարել, որ մեկնաթռա եկե մեր կողքը կանգնել։ Չեն կանգնել ոչ մեկ։ Իմ բալկոնից կանգնողները գիտեմ ովքեր են, ողջ չեն, մոնտեները և մեր հայրենասր, այդ մեր լավ տաղաները, հերոսները։ Իմ բալկոնից երևում այն երեխեքը որտեղ են թաղված։ Ամեն առավոտ ես խորը վիշտ եմ ապրում։ Ով է մեղավոր դրա համար։ Աղջիկս դու երիտասարդ ես։ Են ովքեր որ բակվում են, նրանք են մեղավոր։ Մեկ էլ այդ Քոչարյան ձազան բալկոնից տեսնում եմ ամեն օր։ Ով ասում որ իր լակոտը պետք է գնար ազգային ժողովում նստեր։ Շենգեն վիզայով այդ փողոցով ման չեն եկել։ Իրանք։ Կենտկոմի շենքում Կարեն Սերոփիչը ուրա։ Այ դրա պատասխանը Նիկոլը պետք է տա։ Եվ այդ նրանց հարցը պետք է լուծի։ Եվ ավելին ասեմ, մեր երկրի ղեկավարը պետք է լինի Երևանում դաստիարակված տղա, կապ չունի որտեղացի, բայց ոչ իրանցից։ Հիմա դաստիարակված է մեր երկրի ղեկավարը։ Հիմա ինչի է անմիջապես պրովոկացիոն հարց տալի մեր երկրի ղեկավարը։ Ես այլ բան ասեցի։ Այս երկրի ղեկավարը պետք է լինի Երևան քաղաքում դաստիարակված տղա։ Ասեմ ավելին, քաղաքի տղա պետք է լինի։ Կապ չունի որտեղացի լինի։ Դա կապ չունի, ես արմատներին չեմ պրպտում։ Ոչ։ Լավ էր, չէ՞։ Մեկ էլ անունները թող փոխեն, Վալո, Ծերոշ, Արկադիկ, հայերեն չեն օտար անուններ դնում։ Ռոբիկ։ Ռոբերտ հայկական։ Ոչ, իհարկե ոչ։ Գյումրիի անուններ պետք է փոխեն, թուրքականա։ Եվ շատ տեղ անուններ, որ արդեն փոխում են։ Այսինքն փոփոխություններից գոհ եք։ Իհարկե։ Իհարկե։ Իսկ ինչի պետք է դժգոհ լինեմ։ Գոհ եք Փաշինյանի կառավարումից։ Այո, Գոհ եք։ այո, Ինչ է արել, որ գոհ եք։ ամեն ինչ, Ինչ կնշեք։ գերազանց, Ում եք ընտրելու եկող ընտրություններին։ քեզ ինչ, ու ուզելամ նրան կընտրել, Փաշինյանին,